Մոնումենտի առանձնատները մեզ համար երկար տարիներ ատոնյալ խավի խորհրդանիշն էին։ 2018-ից հետո այս թաղամասը վերածվեց նախկիններից հետ բերելիք փողերի սիմվոլի։ Բայց դա կարճ տևեց, քանի որ հետ բերվող գույքից ֆիքսեցինք միայն նախկին վարչապետ եւ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը գործի քննության ընթացքում կարճ ժամանակով հանվեց կալանքից ու վաճառվեց մեծահարուստ Նարեկ Նալբանդյանին։ Ինչպես էր դա հաջողվել Աբրահամյանին, այդպես էլ մնաց անհայտ։ Դուք հիմա ինչի մասին խոսում եք, դա դուք համոզված եք, որ ինձ սեփականությունն է։ Ըստ գլխավոր դատախազությունը հենց այս մասով է դիմել դատարան եւ արդյունքում հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել։ Չկա դու բան։ Դա թարանաշ չի եղել, Դա ձեր չի եղել։ կապ չունի ինձ հետ։ Արգելիս։ Ինչ որ խոսում ես սուտ տեղեկատվության մասին ես խոսում։ Նախորդ տարիներին տարբեր քրեական գործերի եւ քննությունների շրջանակում բազմաթիվ բարձրաստիճան նախկին չինովնիկներ ստիպված եղան դատարանում պաշտպանել իրենց գույքային իրավունքը, քանի որ պետության տեսանկյունից դրանց գերակշիռ հատվածի ծագումն ապօրինի է։ Դատարան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 21 թվականին։ Այո։ 21 թվականից հետո իրանք տեսնում եք ինչ հակատարում կան, չեն ասել պիտի հետ վերադարձնենք, հետ ենք վերադարձել։ Բայց եթե ձերն այնի պետք է վերադասեք, եթե հետո արդեն իրանք կապատում։ Վերադարձացեք, որովհետեւ դա իմը չէր։ Բանն է։ Այսինքն դատիկ Երևա։ Բա ոնց էր հայտնվել ձեր տնօրինության տակ, եթե ձերը չէր։ Տավելին հայտնվել է։ Որոշ գործեր ավարտվում են հենց այսպես՝ փոխադարձ համաձայնությամբ վիճարկվող գույքը պետությանը վերադասնելով, կամ դրա արժեքի հավասար գումարի մի մասը բյուջե փոխանցելով։ Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առողջարքի պայմանագիրը եւ այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս։ Այս պահին դատարաններում քննվում են հարյուրավոր գործեր, որոնք նախաձեռնվել են ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող օրենքի շրջանակում, նախկին պաշտոնյաների կողմից տնօրինվող գույքի բռնագանձման նպատակով։ Դատախազությունը ամեն գործով բազմիցս հայցի հիմքնարարական անդադ փոխում էր, այսինքն վերահաշվարկներ էր անում, որի շուրջ ամեն անգամ բնականաբար պատասխանող կողմը բարբերաբար կարծիքներ էր հայտնում, նոր պատասխանողներ էին ներգրավում, որտեղ պարզվում էր, որ այդ գույքը մեկ ինչ-որ այլ անձի է պատկանում կամ ինչ-որ համատեղ սեփականություն եւ այն գործերը, որոնք որ սկսել են 22 թվականին առաջի մուտք արած, ասենք հայցերը, մինչեւ հիմա շարունակվում են շատերը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում 2021 թվականից արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 ընկերություններում մասնաբաժնի, 540 միլիարդ դրամի վրա։ Պետության ընդհանուր պահանջը գերազանցում է շուրջ 600 միլիարդ դրամը, բայց պահանջելը մի բան է, ստանալը այլ։ Ընդհանրապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի մասով հենց սկզբից մի շարք խնդիրներ կային։ Կարող էին գնալ հետ ընդհանուր մինչև 91 թվականի սեպտեմբերի 21, այսինքն այն օրը, երբ որ Հայաստանը հռչակել է անկախություն։ Այսինքն ստացվում էր, որ ընդհանուր մինչև 30 տարի հետ, անկախ նրանից թե վերագրվող հանցանքը երբ կատարվել, դատախազությունը գնում էր ու շատ դժվար էր լինում պատասխանող կողմին հիմնավորող փաստաթղթեր գտնել։ Անձը 90-ական թվականներին ինչ որ ձևով գոյատևել է, ծավալել է որոշակի գործունեություն։ Կարա լինի բիզնես գործունեություն, որի վերաբերյալ որևէ արխիվներում, պետեկամուտներում, բանկերում չկան որևէ վերաբերելի տեղեկություններ։ Այդ տեղեկությունների բացակայությունը օգտագործվում է ի վնաս այդ կողմի ցավոք սրտի։ Օրինակ, չինովնիկը պաշտոնավարման տարիներին ձեռք է բերել թանկարժեք առանձնատուն, որի գումարը ստացել է Երևանամեզ տարածքում մեծ հողակտորի վաճառքից։ Պատկերացնենք, որ այդ տարածքն էլ գնել է 90-ականներին, շատ ցածր գնով, ասենք Ռուսաստանում վաստակած գումարով։ Այս սա խնդիր է, չկան փաստաթղթեր, ուրեմն կան կասկածներ, որ գույքը ապօրինի ծագում ունի։ Սահմանադրական դատարանը շատ հստակ ասեց, որ ինչ որ անում էր դատախազությունը միջև հիմա սխալ էր, որը որ վերագրում ես, այսինքն կաշառքավերցրել ենթադրաբար կամ, չգիտեմ, այլ ապօրինի ինչ որ գործողություններ, որ օրենքով նախատեսված է, միայն դրա շուրջ գույքը պետք է ուսումնասիրես, ոչ թե իր ամբողջ կյանքի ունեցվածքը։ Սահմանադրական դատարանը 2025-ին ուսումնասիրել է այս օրենքը եւ մի շարք խնդիրներ է ֆիքսել այստեղ, բայց իրավական հակասությունները ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման process-ում պարբերաբար ֆիքսվում են։ Դատախազությունը տրված փոխառությունը նա 25 միլիոնի չափով դիտել է, որ դրանից 5 միլիոնը ունի ապօրինի ծագում, պահանջել է եւ այդ 25 միլիոնը ամբողջությամբ, պահանջել է եւ այդ փոխառությունը այն ընկերությանը, որը որ տրամադրվել էր, այդ ընկերությունը ամբողջությամբ։ Այսինքն 5 միլիոն դրամի պատճառով կոպիտ ասած մի քանի միլիարդ դրամ են պահանջում։ Այո։
Մեկ այլ գլխացավանք է նախկին չինովնիկի բարեկամների հացը։ Մասնակից են նրանք կոռուպցիոն պրոցեսներին, թե ոչ։ Ինչպես հասկանալ, մարդը հարստացել է բարեկամի օգնությամբ, թե սեփական բիզնես հոտառության եւ ջանքերի շնորհիվ։ Չունեն այդ պաշտոնատար անձի հետ որևէ առնչություն, որևէ կապ, շփում, սակայն միայն այն հանգամանքը, որ բարեկամը հանդիսացել է պաշտոնատար անձ, դատախազության կողմից բավարարվա դիտել, բավարար է համարվել, որպեսզի այդ անձի կարողությունները, մեծ բիզնես գործունեությունը որակվի ամբողջությամբ ապօրինի եւ կրի անհամաչափ զրկանքներ։ Մեծ հաշվով, խնդիրն այստեղ օրենքի հավասար կիրառությունն է։ Այն պետք է նույն կերպ կիրառվի Հայաստանի անկախ պատմության ընթացքում պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց նկատմամբ։ Հացն այն է, որ նման քաղաքականության դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի հետևից գնացող իրավապահների թիրախում կարող են հայտնվել երկրի կապիտալի գերակշիռ մասին տիրապետող որոշ տվյալներով 40 ընտանիքները, որոնց անդամները զբաղեցրել եւ զբաղեցնում են կարևոր պաշտոններ։ Սա սեփականաշնորհման սերտիֆիկատ է, նույն ինքը վաուչերը։ 90-ականներին մի քանի տասնյակ այսպիսի թղթի կտորով կարելի էր մի հսկա գործարան սեփականաշնորհել։ Բայց կա կարծիք, որ եթե վերհանվեն այս process-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ապա դրանցից 90%-ում կարելի է հայտնաբերել մեծ եւ փոքր ապօրինություններ։ Մի կողմից բռնագանձես այն գույքը, որը որ իրոք հանցավոր ճանապարհով է օրինակ ձեռք բերվել, հա, այսինքն չպետք է անձը շարունակաբար վայելի այն ինչը ինքը արել է օրենքի խախտմամբ, մյուս կողմից որպեսզի այդ համաչափ լինի, այդ կայունությունը տնտեսության նաև չխաթարվի, որովհետև եթե բոլորի հետևից գնան ու ինչ որ այդ վերանայեն, հա, այդ բոլոր գույքերի ծագումը եւ այլն, ըստ էության բավականին լուրջ խնդիրներ կլինեն։ Դեռ ժամանակին կան ենթադրություններ, որ նախորդ տարիներին տարբեր չինովնիկների գրպանած միջոցների մի ահռելի հատված հոսել է արտերկիր, օֆշորային գոտիներ։ Կա հավանականություն, որ այդ հարստությունը հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան։ Իրենք կարող են ներկայացնել այդ հայցում թվարկեն ինչքան ուզում են գույք Սեշալներում, Պանամայում եւ այլն, բայց եթե ռեալ չես կարողանում հետագայում իքատարածես այդ վճիռը, կրկին թղթի վրա է այդ ամեն ինչը մնում։ Կառավարությունը հիմա նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով նախատեսվում է, որ եթե մարդը պետությանը վճարի 60%-ը այն արժեքի, որը գնահատվել է ապօրինի ծագում ունեցող գույքը, ապա քաղաքացու եւ պետության միջև կկնքվի հաշտություն։ Սա ըստ մասնագետների գուցե որոշակիորեն մեղմի ներկա իրավական կոնֆլիկտները, որոնք տարիներով զբաղեցնում են պետության առանցայիններ սահմանափակ ռեսուրսները։ Արմեն Աթալյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանգուն։